Արդարադատության նախարարությունը առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը։ Հանրային ծառայության օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նախատեսվում է, որ գույքի եկամուտների ծախսերի մասին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները։ Խոսքը այս դեպքում վերաբերում է նաև դպրոց մանկապարտեզների տնօրեններին։ 50 եւ ավել տոկոս պետական եւ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների նորից գործադիր մարմնի ղեկավարներն են, դա այսինքն կլինեն փակ բաժնետիրական ընկերություններ եւ այլն, որոնք ներկայումս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնում են իրավիճակային հայտարարներ։ Սա նշանակում է, որ իրանք առհասարակ, ուրեմն պաշտոնատար անձ հանրային ծառայության մասին օրենքի իմաստով չեն հանդիսանում եւ ըստ այդմ հայտարարագիր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր չեն ներկայացնում, բայց որոշակի իրավիճակներում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է նրանցից իրավիճակային հայտարարագիր, այսինքն դրվագային կոնկրետ այդ տարվա համար հայտարարագիր պահանջել։ Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ նրանք պետք է ներկայացնեն տարեկան, ինչպես նաև պաշտոնի ստանձնման եւ դադարեցման հայտարարագրեր։ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի, դատավորների գործունեության գնահատման եւ ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամները եւս կպարտավորվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել տարեկան հայտարարագրեր։ Պետական հիմնադրամների ղեկավարները եւս կդառնան հայտարարատու։ Նախագծով սահմանվում է նաև, որ բոլոր պաշտոնատար անձինք գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրումից բացի կներկայացնեն նաև շահերի մասին տեղեկություններ։ Նույն ձևաթղթի մեջ ավելանալու է նաև այդ շահերի հայտարարագրի բաժինը, բոլոր պաշտոնատար անձիկ այսուհետ ներկայացնելու են նաև շահերի հայտարարագիր։ Իրավաբանական անձանց հետ կապ, ոչ առևտրային կամ կուսակցությունների հետ կապված կապեր, այսինքն շահերին է վերաբերում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հիմա հայտարարագիր է ներկայացնում մոտ 15,000 անձ։ Այս փոփոխությամբ հայտարարատուների թիվը էապես կավելանա։ Նախագիծը ըստ Քոչարյանի բխում է տնտեսական գործակցության զարգացման կազմակերպության պահանջից եւ Հայաստանի 2023-26 հակակոռուպցիոն ռազմավարությունից։ Նպատակը թափանցիկության ուրեմն ավելացումն է, ովքեր են ավելանում հայտարարատուների շրջանակներում, պետության սեփականություն են իրենք հանդիսանում կամ մասամբ եւ այդ առումով անհրաժեշտ է որպեսզի դրանց գործունեությունը, դրանց գործադիր մարմնի ղեկավարի գործունեությունը լինի թափանցիկ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից լուրերին ասացին, որ նախագիծը այժմ ուսումնասիրում են։ Դիրքորոշումն ու առաջարկներն առաջիկայում կներկայացնեն Արդարադատության նախարարություն։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։